Նորվա 37 բակի սիրելի բնակիչներ, ողջունում եմ բոլորի և մենք հիմա ինչ ենք քննարկում և կուզենայի այս քննարկումը փոխանցել ձեզ և եթե դուք այլ ինֆորմացիա ունեք, կուզենայինք նաև այդ ինֆորմացիայով կիսվեիք մեզ հետ, եթե ոչ այսօր այլ մի պատեհ առիթով։ Ես նոր գործընկերների հետ քննարկում էի և ասում էի, որ ընդհանրապես մեր երկրում ընդունված է խորհրդային միությունը համարել չափանիշ որպես զարգացման ամենաբարձր դինամիկայի։ Եվ մենք դա ընդունում ենք, որ խորհրդային միության ժամանակ, ժողովուրդը ասում է Դեմիրճյանի ժամանակ, ավելի ընդունված է։ Խորհրդային միության ժամանակ խորհրդային Հայաստանը ինդուստրիալիզացիայի և զարգացման մեծ տեմպեր է ունեցել, ինչը իհարկե անառարկելի է և այդտեղ որևէ կասկած չկա։ Բայց առավոտից և երեկվանից միջայլոց, տենց չգիտեմ ինչ-որ պատճառով մտքերը սկսեցին զարգանալ այդ ուղղությամբ և առաջինը թերևս բարակարում էր, որ ես ասացի, որ մենք շատ ենք խոսում, որ այո խորհրդային միությունը դպրոցներ է կառուցել և դա ճիշտ է, խորհրդային ժամանակ ամենամեծ ցանցն է կառուցվել դպրոցների և դա ճիշտ է, բայց օրինակ այն դպրոցները, որ մենք այսօր Հայաստանում կառուցում ենք, խորհրդային միությունում այդ մակարդակի դպրոցներ երբեք չեն եղել, խորհրդային Հայաստանում այդ մակարդակի դպրոցներ երբեք չեն եղել, ընդ որում ես այդ չեմ ասում քննադատության տրամաբանության մեջ, այդ ժամանակը եղել է այդպիսի ժամանակ և այդ ժամանակ ստանդարտները եղել են այդպիսի ստանդարտներ, բայց փաստն այն է, ես ուզում եմ ասեմ, որ հիմա այլևս մենք կամ հատում ենք, կամ հատել ենք այն գիծը, որ այլևս խորհրդային միության հետ չպետք է համեմատվենք, մենք պետք է արդեն մեզ հետ համեմատվենք, որովհետև ես այսօր նայում եմ բակերով անցնում ենք, ինչի մենակ այսօր Աջափնյակում ենք եղել, Էրեբունիում ենք եղել, Շենգավիթում ենք եղել և Երևանը, մայրաքաղաքը, այս մակարդակի խաղահրապարակներ, երեխաների համար ենթակառուցված երբեք չի ունեցել, և սա նոր կյանքի մասին է, սա այն ինչ որ մենք անվանում ենք նոր Հայաստան, այն ինչ որ անվանում ենք իրական Հայաստան, այս ամեն ինչը իրական Հայաստանի գաղափարաբանության և գաղափարախոսության մասին է, և խոսքը միայն երեխաների մասին չի, չեմ ասում, և խոսքը միայն խաղահրապարակների մասին չի, այսօր մեր երեխաները ստանում են մանկապարտեզներ, որ նախկինում երբեք չեն ունեցել, ստանում են դպրոցներ, որ նախկինում երբեք չեն ունեցել, այդ դպրոցներով ստանում են լաբորատորիաներ, որ նախկինում երբեք չեն ունեցել, այդ դպրոցներով ստանում են խաղահրապարակներ, ֆիզկուլտուրայի դահլիճներ, որ նախկինում երբեք չեն ունեցել, նախկինում երբեք որևէ դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճին կից ցնցուղներ և լողարաններ չեն եղել Հայաստանի Հանրապետությունում, մենք այսօր նոր դպրոցները կառուցում ենք այդ ստանդարտով և պետք է հաշվի առնել, որ մենք 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը երբ որ սկսել էինք, մենք մտածում ենք, որ 300 դպրոցի մասին է խոսքը, բայց ակնհայտ է, որ 300 դպրոց ծրագիրը դառնալու է 1300 դպրոց ծրագիր և բոլոր մեր դպրոցներում, այո, մեր աշակերտները ունենալու են ցնցուղներ, ունենալու են լոգարաններ, բայց կարևոր է նաև դպրոցից դուրս մեր աշակերտները ունեն առողջության, մինչև 18 տարեկան երեխաները ունեն առողջության ապահովագրություն և ծնողների հոգսը կամ մտավախությունները, բոլոր ծնողներն էլ միշտ մտավախություն են ունենում երեխեքի առողջության հետ կապված, առնվազն այդ հոգսի մի մեծ մասը իրենց պետությունը վերցրել է իր վրա, այսօր պետությունը կիսում է ծնողների հոգսը, գումարած դրան, այսօր պետությունը կիսում է նաև զավակների հոգսը, ովքեր ունեն 65+ տարիքի ծնողներ և առողջության ապահովագրության համակարգով մենք նաև այդ զավակների տարիքով ծնող ունեցող զավակների հոգսի մի զգալի մասն ենք վերցրել պետության վրա և սա շատ կարևոր և էական փոփոխություն է, բայց ինչով ենք մենք այդ ամեն ինչը արել, մենք արել ենք 2018 թվականին մեր ստանձնած պարտավորությունը կատարելով, մենք 2018 թվականից այո, ուղիղ և կոնկրետ դադարեցրել ենք թալանը Հայաստանի Հանրապետությունում և դրա վկայությունն է այն, որ 2018 թվականից 66 միլիարդ լրացուցիչ գումար է մտել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,
որ այլ պայմաններում, այսինքն հեղափոխություն չլինելու պայմաններում այդ նույն գումարը հոսելու են ձեզ հայտնի քրեական օլիգարխիայի գրպանները։ Մենք նախ դադարեցրել ենք այդ հոսքը եւ ապա սկսել ենք մեծ ծավալներով ապօրինի գույքի բռնագանձման պրոցեսները։ Օրինակներ հիմա շատ տեսանելի կարող եմ բերել։ Զանգեզուրի պղնձարմոլիբդեինային կոմբինատի փայապաժին ձեռք բերեց կառավարությունը եւ իդեմս կառավարության ժողովուրդը։ Եվ Զանգեզուրի պղնձարմոլիբդեինային կոմբինատը 2018 թվականից 2026 թվականը 300 միլիարդ դրամով ավելի շատ գումար է վճարել, պետական բյուջե քանդահարել է նախորդող 8 տարիների շրջանում։ Եվ հաջորդիվ մենք կոպեկներով ծիծաղելի սեփականաշնորհված Հայաստանի էլեկտրական ցանցերը հիմա այլևս դե ֆակտո պետական սեփականություն է եւ ըստ էության առաջիկայում անխուսափելիորեն կդառնա նաեւ դե յուրե պետական սեփականություն։ Ես պրոցեսի արդյունքում էր, որ մենք բացահայտեցինք, որ այսօր որոշ կալուգացի եւ ոչ միայն կալուգացի օլիգարխներ, ովքեր ներկայանում են որպես բարեգործ, այդ մարդիկ մեր մանկապարտեզների վրա հոսանքի ավել փող են գրել եւ այդ փողը գրպանել։ Մեր զորամասերի վրա հոսանքի ավել փող են գրել, այդ փողը գրպանել։ Ըստ էության մեր ողջ բնակչության վրա հոսանքի ավել փող են գրել եւ փողը գրպանել։ Մենք 30 տարիների ընթացքում տասնյակ հարյուրավոր ռեպորտաժներ ենք տեսել, թե ինչպես այդ նույն քրեա օլիգարխիայի ներկայացուցիչները իբր բակերում բարեգործական, չգիտեմ, խաղահրապարակներ են կառուցում։ Ես էլի ասում եմ, Հայաստանի բոլոր բարեգործ ճակերտավոր օլիգարխները կամ ճակերտավոր բարեգործ նախկին օլիգարխները թող ցույց տան, թող տանեն ցույց տան, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ տեղ այս բակի նման, որը կառուցվել է Երևանի քաղաքապետարանի կողմից, գոնե այս բակին, այս խաղահրապարակին կիլոմետրով մոտիկ որևէ բան են կառուցել։ Չկա տենց բան, չի կարող լինել։ Ընդհակառակը տասնյակ տեղերում եմ տեսել, որ տարել դպրոցների, չգիտեմ, մանկապարտեզների բանկերում մի քանի ժանգոտ կտոր երկաթ են շպրտել, մի 15-20 հազար կամ գուցե 150,000 դրամի, հետո դրա վրա 150 միլիոն դրամի իրանք գովազդ են արել։ Եվ այս երևույթներն է պատճառը, որ ես արգելել եմ, որ որևէ օլիգարխ տեղական թե դրսի այդ բարեգործականի անվան տակ մեր երեխեքին եւ մեր պետությանը ձեռ առնի։ Եվ ես ուրախ եմ դրա համար, որովհետև այսօր պետությունը, այսօր համայնքը կարող է հոգ տանել իր քաղաքացիների համար։ Եվ դա ամենակարևոր փոփոխությունն է, որ տեղի է ունեցել։ Ամենակարևոր փոփոխությունն է նա, որ հաղթահարվել է դիստանցիան պետության եւ ժողովրդի միջև, համայնքի եւ ժողովրդի միջև։ Եվ այսօր մեր շնորհակալ ժողովուրդը արած ամեն մի քայլի համար տասնապատիկ շնորհակալությամբ եւ երախտագիտությամբ վերադարձնում է։ Եվ սա ամենակարևոր արձանագրումն է։ Շարունակելով ապօրինի գույքի բռնագանձման թեման, ֆինանսների նախկին նախարարի Միացյալ Նահանգներում ապօրինի ձեռք բերված գույքը Միացյալ Նահանգներում տունը վաճառվել է եւ հիմա տեղի է ունենում այդ տան գումարի 70%-ի փոխանցումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Ինչու 70%-ի, որովհետև Միացյալ Նահանգների կարգավորումներն են այդպիսին։ Եվ այդ տունը վաճառվել է Հայաստանի դատախազության հայտի հիման վրա։ Այն մյուս օլիգարխի, Բելարուսամետ օլիգարխի, Փեսայի, Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի տունը չէ, չգիտեմ ինչա տղիակա, թե ինչա ապարանքա, ամրոցա, այլևս իր սեփականությունը չէ, այլ Հայաստանի Հանրապետության, այսինքն Հայաստանի Հանրապետության ժողովրդի սեփականությունն է։ Այս ընթացքում մենք տասնյակ հարյուրավոր այգիներ եւ զբոսայգիների տարածքներ ենք վերադարձրել համայնքներին, տասնյակ հազարավոր հեկտարներով անտառներ ենք վերադարձնել, տասնյակ մանկապարտեզներ, այդ մարդիկ մանկապարտեզ սեփականաշնորհողներ են, մանկապարտեզների մի մասը սեփականաշնորհել են, այն մյուս մասի վրա էլ հոսանքի ավել փող են գրել եւ այդ փողը կերել են, լափել են բառից բոնի մաստով։ Եվ այդ մարդիկ Հայաստանի Հանրապետությունում պետք է դեռ
քաղաքականությամբ զբաղվելու, դեռ հայրենիքի մասին խոսելու, դեռ ժողովրդի մասին խոսալու հնարավորություն ունենան, չպետք է ունենան այդ հնարավորությունը։ Եվ ես ասում եմ, Հայաստանի Հանրապետության ժողովրդի պատվի հարցն է, որ այդ Հայաստան անունը գողացած այդ երեք ուժերը, որոնք հորջորջվում են Բարգավաճ Հայաստան, ուժեղ Հայաստան, Հայաստան դաշիկ, այս Հայաստան անուններն էլ ապորինի սեփականաշնորհված գույքի նման, մենք պետք է իրանցից հետ վերցնենք 2026 թվականի հունիսի 7-ին, որովհետև նրանք Հայաստան անունը կրելու իրավունք չունեն, այդ մարդիկ Հայաստանը կեղեքողներն են, Հայաստանը թալանողներն են, բակ առ բակ, մանկապարտեզ ու մանկապարտեզ, եւ մենք 2018 թվականին հետևողականորեն աշխատել ենք, որ նրանց Հայաստանը թալանող ձեռները եւ գլուխները կտրենք։ Եվ այդ գլուխները կտրելով եկել հասել ենք, մնացել է վերջին 3 գլուխը, եւ այդ վերջին 3 գլուխը մենք պետք է կտրենք 2026 թվականի հունիսի 7-ի հորդանական ընտրություններում, բայց դա ժողովրդի որոշումն է, ժողովրդի որոշումը պետք է լինի, եւ ժողովուրդը ինչ են որոշի, մենք հլու հնազանդ այդ որոշման կատարողն ենք, բայց մենք հարկ ենք համարում այս գաղափարը, այս տեսակետը կիսել մեր ժողովրդի հետ։ Բայց այս ամենով հանդերձ ինչ որ ասացի շատ կարևոր է, բայց ամենակարևորը չէ։ Ամենակարևորն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն, եւ ես բոլորիդ ուզում եմ շնորհավորել հաստատված խաղաղության առիթով։ Շնորհավորում եմ բոլորիդ հաստատված խաղաղության առիթով։ Եվ այս ընտրությունների ամենամեծ նպատակը եւ իմաստը մեր 9 ամսյա խաղաղությանը դեր կանգնելն է, որովհետև 9 ամսյա խաղաղությունը նման է 9 ամսյա երեխայի։ Ինչով է նման։ Առաջինը, որտեղ 9 ամսյա երեխա կա, այդ երեխան այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է։ Եվ այդ ընտանիքի ուրախությունը եւ երջանկությունը, այդպիսին է նաեւ մեր խաղաղությունը եւ մեր ընդդիմադիրները պատերազմի եռագլուխ կուսակցությունը ուզում է, որ մենք այդ խաղաղությունը հանձնենք ուրիշներին, ուզում է մեր 9 ամսյա երեխային հանձնենք որբանոց, ուրիշների կամքին, ուրիշների խնամքին, եւ սրա մասին է երաշխավոր հորջորջվող նրանց խոսակցությունը, բայց մենք ասում ենք ոչ, Հայաստանի պետությունը եւ ժողովուրդը այլևս հաղթահարել է այն վիճակը, երբ մենք թույլ ենք տալիս, որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ եւ հետո դեն շպրտեն։ Մենք այլևս դա թույլ չենք տալու, որովհետեւ համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կա ժողովուրդ, կա քաղաքացի, որ կարող է դեր կանգնել խաղաղությանը, եւ մեր կոչն է ձեզ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ դեր կանգնել խաղաղությանը կատարելով ավելի ճիշտ ընտրական տեղամասում գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, կենտրոն վարչական շրջանին, Հայաստանի Հանրապետությանը, Երևան մայրաքաղաքին, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ։